Աստի հղում անելը ձեր կողմից սխալ է պարզապես։ Իսկին հաղորդան, գրասենյակ չեք ունեցել 168 ժամ, բայց փաստացի կառավարությունն է կարծել ֆինանսավորել բրդելը նորաձևը շահինը։ Դրա առնչությամբ ձեր դիտարկումները եւ հաշվի առնելով, որ վերջին շրջանում դες հնարավոր չի այսպես հարցազրույցներ, ուղիղ այսպես ֆորմատներ իրականացնել, խուսափում եք լրագրողների հարցադրումներից, մեկ էլ արհամարական եք այսպես արձագանքում, դրա համար հիմա հարցեր կան կուտակված, ես ձեզ խնդրում եմ նաև անդրադառնալ օրակարգային մի շարք հարցերի, որոնք ուզում են բոլոր քաղաքացիներին։ Այդ թվում օրինակ նախորդին դրացել է Սոնա Մնացականյանի ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ, կարող եք ասել, բայց ես խնդրեցի եւ խնդրեցի հարգել իմ խնդրանքը։ Կարող եմ ինձ վերաբերող հարցին պատասխանել։ Կարող եմ ինձ վերաբերող։ Եթե ուզեի, նախապես այդ հայտարարությունը չէի անի եւ ձեզ չէի խնդրի։ Դուք հայտարարության մեջ չեք գրել, որ այլ հարցեր։ Ես հիմա ասեցի, այլ հարցերի չեմ պատասխանում։ Ես ուշացնեք, որ մենք իմանանք։ Հիմա ազատ եք, կարող եք, եթե ձեզ չի հետաքրքրում այն ինչի մասին հիմա ես ասում եմ, ազատ եք, ընտրությունը ձերն է։ Ինչ վերաբերվում է կրթվելը նորաձևը շարժումը չի ունեցել ֆինանսավորում եւ կառավարությունը չի ֆինանսավորել կրթվելը նորաձևը շարժումը։ Կրթվելը նորաձևը շարժումը մինչեւ այսօր գոյություն ունի։ Կրթվելը նորաբացությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել ընդհանրապես կրթվելը նորաձևը շարժումը չի ֆինանսավորվել եւ չի ֆինանսավորվելու դա հասարակական շարժում է, հանրային շարժում է եւ չի ընդհանրում ֆինանսավորում։ Մինչեւ այսօր կրթվելը նորաձևը շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն եւ այլն։ Իմ քայլը հիմնադրամը ունի կրթվելը նորաձևը շարժման ատճակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ներառում է ենթադրում է 6 տարբեր փուլով ծրագրեր։ Դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, ինչպես նշել են լրատվամիջոցները, կրթաթոշակները, մեծ ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունենան նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները, նրանք բոլորը կրթվելը նորաձև է շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տարբերությունը պատկերացրեցիք։ Ձեր բարձրաբանումը ես լսեցի, ինձ հետաքրքիր էր նաև հիմնադրամի անանուն նվիրատուների հետ կապված հարցը, որովհետև դա էլ է բավականին տարօրինակ, այս ընթացքում խոշոր նվիրատություններ են եղել անանունության հետ։ Սա խնդրահարույց չեք համարում։ Տեսեք, առհասարակ ոչ միայն իմ քայլը հիմնադրամը, ընդհանրապես բոլոր բարեգործական հիմնադրամները գործում են եւ դրանց էությունը եւ փիլիսոփայությունն է նվիրատվությունների միջոցով ծրագրեր իրականացնելը։ Իմ քայլը հիմնադրամը գործում է իր շնորհիվ մեր բոլոր նվիրատուների մեզ փոխանցած նվիրատվությունների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ մենք կարողանում ենք իրականացնել հսկայածավալ ծրագրեր եւ կարողանում ենք օգտակար լինել մարդկանց։ Միևնույն ժամանակ նվիրատուն ինքը ունի իրավունք ընտրելու ուզում է անանուն մնալ, թե հրապարակվի իր նվիրատվության չափը եւ իր անունը։ Դա նվիրատուի իրավունքն է, որը նույնպես մենք պարտավոր ենք հարգել, ինչն է եւ անում ենք, ոչ մի խնդրահարույց բան չկա։